Լուիզա, դու մի հատ ձենով հիշացրու հարցը որն էր։ Որոնք են այն սովորությունները, որոնք արագացնում են մազաթափությունը։ Ուրեմն ամենաառաջինն ու ամենակարևորը, եթե մենք առնչվում ենք անդրոգենային մազաթափության հետ, այստեղ ուղիղ հիմնական պատճառ ունենք, դա մազարմատների զգայունությունն է դիհիդրոտեստոստերոնի նկատմամբ եւ դրա զգայունության պատճառով են հիմնականում թափվում։ Բայց կան սովորություններ, որոնց վրա մենք ազդելով կարող ենք որոշակի չափով մազաթափության տեմպը ընկճել կամ դրանց չհետևելով ակտիվացնել։ Դրանցից ամենակարևորներից մեկը, ցավոք սրտի 21-րդ դարում շատ տարածված է եւ բոլորս այդ պայմաններում ենք, դա քրոնիկ սթրեսն է, այսինքն երբ որ մեր օրգանիզմը գտնվում է միշտ լարվածության մեջ։ Մյուս պատճառը դա քնի խանգարումներն են, երբ որ միշտ ունենք չհագեցած քուն, քնի ռեժիմը կարգավորված չէ, ոչ որակյալ շամպույների օգտագործումը, դրա համար ես միշտ խորհուրդ եմ տալիս օգտագործել առանց սուլֆատների կամ շատ քիչ սուլֆատներ պարունակող շամպույններ։ Դրա վրա կարող ազդի մեր օգտագործող սնունդը եւ սննդի որակը, միանշանակ ազդում է ծխելը, քանի որ նիկոտին ինքն իրենից տոքսին է ներկայացնում եւ բացի դա հանգեցնում է մազանոթների սեղման ու սնուցման խանգարման, որոշակի սովորություններ մեզ այն շատեր ունեն մազերի հետ խաղալու, քաշելու, տրորելու եւ դա միկրոտրավմաների պատճառով կարող հանգեցնի մազաթափության եւ իհարկե որոշակի քրոնիկ մաշկային հիվանդություններ գլխամաշկի հետ կապված, խորը ակնեի ինչ-որ փուլեր, որոնք շատ հաճախ են գտնվում սրացման փուլում։ Համեն դեպքում սրանք կարող ենք բացառել, որ գոնե եթե անգամ ունենք անդրոգենային մազաթափություն, տեմպը մաքսիմալ ընկճենք։